չէ, կարծրատիպ է, կարծրացած ինչ-որ բան, որը հնարավոր է իրականության հետ առավելապես աղերս չունի իր սեփական փորձի արդյունքում, բայց դա իրենն է։ Եվ նրանք շատ վստահելի են, այդ ծեղջուրները շատ երկար ճանապարհ կարող եք անցնել նրանց հետ, որովհետև նրանց մոտ Սատուրնն է կազմակերպվածության մոլորակն է։ Ես շատ այդ ծեղջուրներից լսել եմ, բառացիորեն իրենք ասում են ստրախովկայի համար։ Այո, իրանք երկարատև պլաններ, բայց միշտ ասում են, որ այդ ծեղջուրների մոտ այնքան են երկարացնում այդ process-ը, երբեմն ակտուալությունը կորցնում է process-ը։ Ջրհոսների համար ինչ ասեմ, էնտուզիազմով, ամեն ինչ իր, եթե աղեղնավորի համար ամեն ինչը շրջապատում բարեդրացիական հարաբերություն, ջրհոսի համար բոլորի իր եղբայրներն են։ Եղբայրական կազմակերպություններ, սելի ջրհոսներ, գիտեք ինչ, ջրհոսին չես կարող ասել կրեատիվ մի եղել, բայց ձեր ռեսուրսները, սելի ջրհոսներ օգտագործեք ի նպաստ եւ ձեր մտավոր ինտելեկտուալ կարողությունները զարգացնելու, որի արդյունքում դուք կհասնեք մեծամեծ հաջողությունների, որովհետեւ մեգա այդ մոլորակը, Պլուտոնիկը փոքր մոլորակ է, բայց նրա գործերը այն որ ասում են անքննելի են, ատոմային ռումբը Պլուտոնի ազդեցության տակ է, միջուկային զենքերը, պատկերացնում եք, ինչպիսի մեծ հնարավորություն է ձեզ տրվել, որպեսզի դուք փոխվեք։ Եվ այդ ամենը կարող եք հավաքագրել, մի քիչ դժվար բան եմ ասում ջրհոսի համար, բայց քանի որ ուրանն էլ երկվորյակում, այդ ինֆորմացիան հավաքագրեք, մեծ խմբերի ներառեք եւ նաեւ ձեր ընկերական շրջապատը, ձեր մտերիմների այդ նրանց հետ կապերը օգտագործեք մեծ հաջողությունների հասնելու համար, մանավանդ եթե նաեւ դուք ինտելեկտուալ աշխատանքով եք զբաղվում, որովհետեւ մոլորակները գտնվում են այդ դաշտում, այդ մոլորակները այլևս մոտավորապես 50-60 տարի հետո որ կարողանան այդպիսի դրական դիրքավորում ապահովել։ Իսկ մանավանդ նույն կենդանակերպերում հնարավոր է 100-200 տարի հետո։ Ահա, ձկները ավարտուն նշանը։ Տեսեք, ձկները հենց այնպես չեն ծնվել, որովհետև նրանց վերջին ռեինկարնացիան կարող է լինել, եթե արևելյան փիլիսոփայության այդ կողմից ենք դիտարկում, ընդհանրապես կարիճից հետո աղեղնավոր, այծեղջյուր, ջրհոս եւ ցուկ դա հոգեվոր նշաններ են, եթե ընդունում ենք այդ գաղափարախոսը եւ եթե կա, իսկ ես կարծում եմ, որ կա, վերջերս շատ մանրակրկիտ ուսումնասիրություններ եմ կատարել, եթե այդ ամենը կա, ուրեմն դա ձեր վերջի մարմնավորումը կարող է լինել, որովհետև հետո դուք պետք է գնաք այդ վերին շերտեր, հա, սֆերաներ, կախված է արդեն ձեր հոգևոր զարգացումից ու եթե